պարոն Սուրաբյան, ես երկու հարց ունեմ, առաջինը Արմատոկյանի գլխավորած միասնության թևեր շարժման հետ համագործակցությունը հնարավոր համարում եք թե ոչ, եւ երկրորդը կցանկանայի լսել ձեր տեսակետը ադրբեջանական բենզինը Հայաստանում վաճառելու հետ կապված եւ առհասարակ բենզինի հարաբերություններ ստեղծելու հետ կապված։ Ну, մենք բավականին երկար բանակցել ենք ձեր ասած ուժի հետ։ Այս ընթացքում, այս վերջին ամիսներին նման խոսակցություն չկա եւ բանակցություն չկա։ Թե ինչ կլի, չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի էր իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես ոչ որպես մեղադրանք, ոչ որպես ինչ որ նախատինք չեմ ներկայացնում։ Ապագայում կարող են լինել ինչ որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ որ հատուկ մեկին չեմ բացառում։ Բայց դա կերևա։ Բայց ես կարծում եմ, որ կան, այսպես ասեմ, ավելի կարևոր ուժեր, ում հետ այ արժի լրջորեն բանակցել։ Հիմա ինչ վերաբերվում է բենզինին, ես այդ հարցին արդեն անդրադարձել եմ մի անգամ, գիտեք, մեզ համար ոչ մի նշանակություն չունի բենզինի էթնիկ կամ չգիտեմ ազգային կամ պետական բանը ծագումը։ Հարցը լրիվ ուրիշ բանի մեջ է։ Հարցը նրա մեջ է, որ մենք դեռ չունենք ոչ մի երաշխիք, որ այս Ադրբեջանի հետ կա խաղաղություն։ Այսօր կարող է լավ լինեն, այսօր արգելքները հանեն, վաղը կարող է արգելքները դնեն։ Այսինքն մենք չունենք հաստատված մի հատ կայուն խաղաղության եւ առևտրատնտեսական կապերի ինստիտուցիոնալիզացված մեխանիզմ, որը մեզ հույս կներշնչեր, որ սա գործող արդեն բան է, մեխանիզմ է։ Այսօր դա Ալիևի բարի ժեստերի հետևանք է, վաղը կարող է նույն բանը դադարի, կարող են ավելի վատ բաներ լինել, որովհետև ինքը այլ ծրագրեր ունենա կամ այլ մոտեցումներ։ Մենք սա է, որ պիտի փոխենք։ Մենք պետք է փոխենք կախվածությունը Ադրբեջանից։ Ասում եմ, եթե գնանք Նիկոլ Փաշինյանի ճանապարհով, Հայաստանը ընկնելու է բացարձակ կախվածության մեջ Ադրբեջանից։ Այդ թվում նաև բենզինային։ Դա կարող լինի բենզին, դա կարող լինի, չգիտեմ, գազ, դա կարող լինի ռազմական միջամտության սպառնալիքը, ամեն տեսակի գործիքներ։ Մենք սա է, որ պետք է փոխենք։ Եվ այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, այդ երկաթուղի կառուցելու, որը նաև զուգորդվելու է, ասենք, գազատարի կառուցման հետ եւ այլն, ավելի հզոր։ Այդ ծրագրի իմաստը հենց դա է, որ Հայաստանի համար ստեղծվեն այլընտրանքներ։ Այսինքն Ադրբեջանը, եթե հայտնվի, բախվի մի իրական նոր իրողության հետ, որտեղ ինքը պետք է իր գինը իջացնի, որ կոնկուրենցիային դիմանա, ասենք Հայաստանում կարողանա նավթ ծախի։ Եթե ինքը գիտի, որ Հայաստանը սենց ինչ-որ հուսատված վիճակում չի տնտեսական առումով, այսինքն ինչ-որ ելքեր ունի, այլ ընտրանքներ ունի, Ադրբեջանը ստիպված անցնելու է ճնշման գործիքակազմից համագործակցության գործիքակազմի։ Այդ դա է, որ մենք ուզում ենք ստանանք ու չունենք հիմա։ Մենք դա չունենք։ Մեր խաղաղականությունը, այդ որ ասում ենք իրական խաղաղություն, այն ինչ որ հիմա կեղծ բերել են որպես խաղաղության ծրագիր, դա ինչ ասեմ, ավազի վրա ինչ որ կառուցած բան է։ Ուր է այդ խաղաղությունը։ Նախ ուր է Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի տակ։ Ինչ երաշխիք կա, որ վաղը ինքը նույն բենզինը չի թանկացնի 3 անգամ։ Կամ ինչ երաշխիք կա, որ ընդհանրապես չի կտրի դա, որպես սանկցիա, որովհետև ասենք մենք չենք համաձայնվում 300,000 ադրբեջանցի թողել մտնել Հայաստան։ Կան այդ երաշխիքներ, չկան։ Բացարձակ այդ երաշխիքները չկան։ Մենք այդ երաշխիքները պետք է ստեղծենք։
Այդ երաշխիքները եթե ստեղծենք, որևէ խնդիր գոյություն չունի։ Մենք սրա համար ենք առաջարկում, այսինքն մենք պետք է ունենանք իրական խաղաղություն այլ ընտրանքային հնարավորություններով Հայաստանի համար։ Մենք պետք է ունենանք հնարավորություն, եթե Ադրբեջանը փորձում է օգտագործել իր բենզինը, իր ռազմական ուժի սպառնալիքը, չգիտեմ, իր գազը, տնտեսական ինչ-որ լծակներ, մեր դեմ մենք պետք է ունենանք ալտերնատիվ ընտրանքի հնարավորություն։ Մենք այդ ենք ուզում ստեղծենք։ Այդ դա կլինի կայուն խաղաղություն։ Կայուն խաղաղություն, որը շատ քիչ է կախված լինելու Ալիևի քմաճույքից կամ ցանկությունից։ Այս ենք ուզում։ Թե չէ մենք ամբողջ օրը պետք է փնտրենք Ալիևի բանը, բարե սրտությունը եւ բարեգութ լինելը։ Այս վտանգավոր ճանապարհ է։ Թե չէ, հա, լավ է։ Բանը էժան բենզինը լավ է։ Ինչ քանի օր կտևի այդ էժան բենզինը։